Վերջերս ճամփորդում էի և սովորության համաձայն ճանապարհի համար գիրք գնեցի։ Վերջին շրջանում շատ եմ ընթերցում կամ վերաընթերցում տարբեր քաղաքակրթությունների և մշակույթների առասպելներին և լեգենդներին նվիրված գրքեր։ Եվ այս անգամ ընթերցանության համար ընտրեցի Մադելին Միլլերի գիրկեն կամ Սերսին։ Ահա գիրքը։ Ասեմ, որ Մադելին Միլլերը հայտնի Աքիլեսի կանչը գրքի հեղինակն է։ Ես այս գիրքը, ի նկատի ունեմ Սերսին, տարիներ շարունակ տեսել էի բեսթսելերների ցանկում և կարծում էի, որ գիտեմ, թե ինչ ակնկալել. հունական հայտնի առասպելի հունական դիցաբանության մի հատվածի հերթական վերարտադրում վեպի տեսքով։ Բայց այ քեզ բան, գիրքն անմիջապես գրավեց ինձ։ Այն աստիճան, որ ես մոռացա ուտել, խմել, առհասարակ ամեն ինչ և սկսեցի ոչ թե ընթերցել, այլ պարզապես այսպես խժռել։ Գիրքը էջ առ էջ։ Ինչ խոսք, Մադելին Միլլերը շատ հետաքրքիր է գրում, բայց ես այս գրքի մասին պատմում եմ ոչ թե նրա համար, որ հեղինակը թերևս մեր ժամանակների այս ժանրում ամենատաղանդավոր գրողներից մեկն է, այլ նրա համար, որ գիրքերի պատմությունը սկսեց թվալ ծանոթ, չափազանց ծանոթ։ Գրքում նկարագրվում է մի հեռավոր միայնակ կղզի, մի աստվածուհի, մարդիկ վերածվում են խոզերի, իսկ հիմնական թեման ուժ, պատիժ, ողորմածությունն ու սերն են։ Եվ հենց այդ պահին ես հասկացա, որ այս պատմության հատվածները ծանոթ են, քանի որ շատ հայերի պես ես էլ վաղուց գիտեի քրիստոնեության ընդունման լեգենդը, Տրդատ խոզակերպ հիվանդությամբ տառապելու և խոզի վերածվելու մասին լեգենդը։ Բայց նախքան Տրդատին անցնելը և զուգահեռներ տանելը, նախ խոսեմ Կիրկեի կամ Սերսիի մասին։ Այսպիսով, ո՞րն է Կիրկեի առասպելը։ Հունական դիցաբանության մեջ Կիրկեն մասամբ աստվածուհի էր, մասամբ կախարդուհի և լիովին անմոռանալի։ Կիրկեն արևի աստված Հելիոսի և ծովային հավերժահարս Պերսեի դուստրն էր, նրա եղբայրներն ու քույրերը լեգենդներ էին։ Նրա եղբայր Աետեսը պահպանում էր ոսկեգեղմը, նրա քույր Պասիփան ծնեց Մինոտավրոսին։ Կիրկեն ընդհանուր առմամբ առանձնանում էր։ Նա թագավորություն չուներ, նա բնակվում էր կամ ավելի ճիշտ կլիներ ասել արտաքսվել էր Այա կոչվող կղզին և բնակվում էր այնտեղ շրջապատված ընտանի առյուծներով և գայլերով։ Կիրկեն երգում էր, հյուսում էր և որ կարևորն է ուսումնասիրում էր խոտաբույսերը, արմատները և բնության կախարդանքը։ Նա համարվում էր դեղագործության հիմնադիրը։ Բայց Կիրկեի իրական շնորհը նրանում էր, որ մեկ հարվածով կամ ճիշտ դեղի ու կախարդանքի կիրառմամբ նա կարող էր դաժան մարդկանց կերպարանափոխել, նրանց վերածել հենց այն բանի, ինչ նրանք իրականում կային։ Հոմերոսի Ոդիսականում Կիրկեն կղզու հյուրերին, մոլորվածներին ողջունում էր ուտելիքով, գինով, ապա նրանց վերածում խոզերի։ Ոդիսականում, իհարկե, առանձնապես լավ բացատրություն չկա, թե ինչու էր Կիրկեն նման բան անում։ Կարծես թե իր բնույթն էր այդպիսին, ուզում էր և անում էր։ Այսպես կատարվեց նաև Ոդիսևսի դեգերումների ժամանակ, երբ իր նավագնաց ընկերների մեծ մասին Կիրկեն վերածեց խոզերի։ Իհարկե պատմությունը երկար է, թե ինչպես է հատուկ խոտաբույսերով Ոդիսևսը պաշտպանվում Կիրկեի կախարդանքից, բայց լեգենդի իմաստն այն է, որ Ոդիսևսի շնորհիվ, նրա խնդրանքով Կիրկեն դրականն ու բարին է տեսնում մարդկանց մեջ, տեսնում է Ոդիսևսի նվիրվածությունը, ականջալուր են լինում Ոդիսևսի հորդորներին և վերականգնում է նավագնացների մարդկային կերպարանքը։ Մադելին Միլլերի գրքում Կիրկեին վերջապես ձայն է տրվում։ Նա դառնում է գլխավոր կերպար, նա հզոր է, միայնակ, իմաստուն և որ կարևոր է, Կիրկեն հայելի է։ Երբ տղամարդիկ ժամանում են նրա կղզի, վայելում են Կիրկեի հացն ու գինին, իսկ ապա սեռական նկրտումներ ունենում, ցանկանում նրան բռնությամբ տիրել, Կիրկեն նրանց վերածում է խոզերի։ Ոչ թե դաժանությունից դրդված,
այլ արդարադատությունից դրդված։ Կիրկեն հրեշներ չի ստեղծում, նա բացահայտում է նրանց։ Նրա կախարդանքը հայելի է, եւ հենց այդ միտքն ընթերցելիս ես մտածեցի Տրդատ մեծի լեգենդի մասին։ Տրդատ երրորդ թագավորը հզոր էր եւ հպարտ։ Նա Հայաստանի վերջին հեթանոս արքան էր, ուստի պաշտում էր Անահիտին, Վահագնին եւ Աստղիկին։ Երբ քրիստոնեությունը հասավ հայոց թագավորություն, Տրդատը այն համարեց աղանդ եւ ապստամբություն։ Հայոց աշխարհ եկած կրոնափոխների թվում էր Հռիփսիմեն, հռոմեացի ազնվական մի կին, ով փախել էր կրոնական հալածանքներից։ Թագավորը տեսավ Հռիփսիմեին, տարվեց նրանով եւ Հռիփսիմեի նկատմամբ լցվեց անկառավարելի սեռական ցանկությամբ, տրփանկով։ Սակայն Հռիփսիմեն մերժեց Տրդատին, ասելով, որ իր սիրտը պատկանում է իր հավատքին։ Տրդատի գիրքը վերածվեց զայրույթի։ Նա հրամայեց տանջել եւ սպանել Հռիփսիմեին ու մյուս կույսերին, ինչին հաջորդեց անեծքը եւ պատիժը։ Տրդատի մարմինը ծռվեց, միտքը խանգարվեց, նա սկսեց չորեքթաթ քայլել, դարձավ կեղտոտ, խելագար, անկառավարելի։ Տրդատը դարձավ խոզ։ Եվ ասում են ամոթը լցրեց երկիրը, թագավորի զինվորները թաքցրին արքային քարանձավներում։ Եվ միայն տարիներ հետո, երբ ազատ արձակվեց Գրիգոր Լուսավորիչը, ում թագավորը 13 տարի բանտարկել էր քրիստոնեություն քարոզելու համար, երբ Տրդատն իսկապես ընդունեց իր մեղքը, սխալը, եւ Գրիգորն աղոթեց թագավորի համար եւ թագավորի մոտ, Տրդատը բուժվեց, կրկին մարդկային կերպարանք ստացավ։ Եվ արդյունքում Հայաստանն առաջինն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Եվ այն թագավորը, ով իր երկրում հանգրվան որոնող քրիստոնյաների նկատմամբ վարվել էր գազանի պես, դարձավ նոր հավատքի պաշտպանը։ Կիրկեի եւ Տրդատի միջև զուգահեռները անհերքելի են։ Կիրկեն մարդկանց վերածում է խոզերի, երբ նրանք տրվում են անասնական ցանկություններին եւ գազանի պես են վարվում։ Տրդատը դառնում է խոզ, երբ կրկին տրվում է անասնական ցանկություններին եւ վարվում է գազանի պես։ Կիրկեի կախարդանքը չի պատժում, այլ բացահայտում է։ Տրդատի անեծքը չի ոչնչացնում, այլ մերկացնում է։ Երկուսն էլ հայելիներ են, եւ երկու պատմություններում էլ փրկության օղին ոչ թե ուժն է, այլ խոնարհությունը։ Ոդիսեփսի զինակիցները փրկվում են, երբ ընդունում են իրենց սխալները եւ մեղմ ու խոնարհ են դառնում։ Տրդատը փրկվում է, երբ խոնարհվում է մի մարդու առաջ, ում մի ժամանակ տանջել էր։ Կիրկեն սովորեցնում է աստվածային արդարադատության սկզբունքը։ Գրիգոր Լուսավորիչը Տրդատին բերում է, փոխանցում է աստվածային ողորմությունը։ Երկու պատմություններն էլ նույն բանն են սովորեցնում։ Պատիժը վերջը չէ, այն սկիզբն է։ Եվ երբ մարդը վերջապես կարողանում է հստակ ինքն իրեն տեսնել, մաքրվել կեղտոտ մտքերից եւ ցանկություններից ու փոխվել, պատիժը վերանում է։ Կիրկեի կղզին փորձություն է, Տրդատի քարանձավը հայելի է։ Ես իմ ողջ ճամփորդության ընթացքում այս գիրքը կարդալիս շարունակ մտածել եմ հենց այն մասին, որ գուցե մենք բոլորս մեր մեջ կրում ենք մի փոքր կղզի, որտեղ մեր հպարտությունը փորձության է ենթարկվում։ Գուցե մենք բոլորս էլ ունենում ենք պահեր, երբ կյանքը հայելի է բերում դնում մեր առաջ եւ ասում. նայիր, ահա թե ինչ ես դարձել, ուզում ես այսպես մնալ, ուզում ես խոզ մնալ, թե ուզում ես վերափոխվել։ Միթե մենք բոլորս չենք անցնում փոքր փոխակերպումների միջով։ Միթե չեն լինում ժամանակներ, երբ զայրույթը կուրացնում է մեզ, կամ հպարտությունը մեզ ստիպում է այլ ուղի ընտրել, եւ նման վիճակները շարունակվում են այնքան, մինչև ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը մեզ արթնացնում է։ Գուցե մենք բոլորս ունենք մեր սեփական փոքրիկ կղզին, մեր սեփական քարանձավը, մեր սեփական հայելին։
Մադելին Միլլերը գրում է, որ Կիրկեն իրականում սովորում է օգտագործել կախարդանքը բուժելու, այլ ոչ թե վնասելու համար։ Նա դառնում է մայր, ուսուցիչ, կին, ով ընտրում է իր սեփական ուղին։ Այո, նա հայելի է, բայց նաև բուժակ է եւ ուսուցիչ։ Եվ այո, մեր փորձությունները մեր կյանքի ուսուցիչներն են դառնում։ Իսկ մենք որքան հաճախ ենք մեր իսկ արարքներով բացահայտում մեր ներքին կերպարը։ Ինչևէ, եթե այս պատմությունը հուզեց ձեզ, եթե այն ստիպեց մտածել, հավանեք տեսանյութը, տարածեք այն եւ բաժանորդագրվեք այս ալիքին։ Իսկ մեկնաբանություններում խնդրում եմ, պատասխանեք հետեւյալ հարցին կամ հարցերին ավելի ճիշտ. Ինչ եք կարծում, արդյոք Կիրկեն ճիշտ էր վարվում, երբ տղամարդկանց վերածում էր խոզերի։ Դա արդար էր, թե դաժան։ Ձեր կարծիքով արդյոք կան այլ նմանատիպ պատմություններ տարբեր մշակույթներում, որոնք այսքան լավ իրար արտացոլում են, կարծես իրար շարունակությունը լինեն։ Եթե հիշում եք նման պատմություններ, անպայման գրեք դրանց մասին, սիրով կկարդամ ձեր մտքերը։ Իսկ ձեզ հետ էր Word and Me Project-ը և դոկտոր Եվա Ալեքսանյանը։ Կհանդիպենք։